աղջիկը ինձ առաջարկել, ուսիշ լավ բան էր, որ ես կյանքիս մեջ չէի օգտագործել, գերային, հետո օփիում, տան ապրանքներն եմ ծախել, գնայի դրա հետևից։ Լավ բան նարկոտիկը երբեք չի բերում, կմահանամ, դրա վերջը հետա։ Այդտենց մեկը չկա, որ չի։ Բայց որ չեմ սուր իրենց երեխաները, կոպիտ ասած ռախիտիկ են ծնվում։ Հայաստանի Հանրապետության կախվածությունների բուժման ազգային կենտրոնում 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված թմրամոլների թիվը կազմում է 7512։ Արմդուր լրատվականը պաշտոնական թվերից տեղեկացավ, որ Հայաստանի Հանրապետությունում 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված թմրամոլ կանանց թիվը կազմում է 155։ 2025 թվականի դրությամբ հաշվառված անչափահաս թմրամոլների թիվը 8-ն է։ Հաշվառված թմրամոլների զգալի մասը 25-ից 50 տարեկաններն են։ Տարածվածությամբ առաջին տեղը Երևանն է։ Այսպիսով զրուցել ենք կենտրոնում բուժում ստացող 51-ամյա քաղաքացու հետ, որը 30 տարեկանում կոկային տեսակի թմրանյութ է օգտագործել, իսկ նրան հյուրասիրել է աղջիկ։ Մանրամասները տեսանյութում, թե ինչ դժբախտություն է լինում քաղաքացու հետ, երբ նա թմրանյութ է օգտագործում։ 51։ Որ տարիքից եք օգտագործում թմրանյութը։ 30 տարեկանից։ Ինչից սկսվեց այդ ամեն ինչը, ցանկությունը օգտագործելու եւ ինչ տեսակի թմրանյութ եք օգտագործում։ Աղջիկը ինձ առաջարկել, եթե ուզում եք իրոք իմանալ, աղջիկն է ինձ առաջարկել, հիմա այդ աղջիկը մահացել է չկա։ Իրոք ծանոթացել եմ եւ առաջարկել է։ Ինքը աշխատում էր բուժքույր, իր ձեռքի տակ շատ բաներ էր պատտվում, ասենց ասեմ, նարկոտիկի տեսակետով։ Հետո անցավ տարիներ իմացա, որ ինքը մահացել է։ Առաջին անգամ որ արեցի ասեցի վախ, ուսիշ լավ բան էր, որ ես կյանքիս մեջ չէի օգտագործել, բայց հետո անցավ մի որոշ վաղ, հասկացա, որ դա հիվանդություն է։ Որ արդեն անգամ կանխումի մեջ, այդ ինգրումս հիվանդություն։ Տան մեջ վեճեր, կռիվներ, ընտանիքից բաժանվեցի կնոջից ես։ Եվ այսպես շարունակ, ինչ ասեմ։ Լավ բան նարկոտիկը երբեք չի բերում։ Ինչ տեսակի թմրանյութ եք օգտագործում։ Տարբեր, աշխարհի տակնած բան չկա, որ ես առաջ չլինեմ։ Չեմ կարող նշեմ, թե ինչ դեղեր, լիքը նարկոտիկներ կա, որ մեկի մտա։ Առաջինը կոկայինն է, այո։ Հետո գերային, հետո օփիում, հետո ես չգիտեմ, կար ժամանակ հնարավորություն, փող կար, ձեր բերել է էշտեր։ Մտիպը ճիշտ է ասած, ես ոնց որ երկնքում։ Բայց երբ որ թողում էր հետո դոզան ինչ էր լինում։ Արդեն ոնց ասեմ, կոտրտվում է մարմինը։ Զգտում ես դրան։ Ուզում ես մի տեղից խապե փահես դառնում, ընկնես սրանից դրանից փող այթայթես։ Ու տենց շրջապատի աչքից ընկնում ես, ընտանիքի աչքից ընկնում ես, բոլորի աչքից ընկնում ես, որ արդեն իմանում եմ, որ դու զբաղվում ես դրանով։ Գողության էլ էի դիմում արդեն։ Տան ապրանքներն եմ ծախել, թանկարժեք ապրանքները, որ գնայի դրա հետևից։ 3 տարի հետո կինս հասկացավ ինչա ոնց է, չդիմացավ ու թողեց գնաց։ Երեխաներ ունեիք։ Մի տղա։ Տղան իմ հետ ամնում ես 5 տարի է արդեն, որտեղ տնում ես ուղղված եմ։ Խորհուրդներ տալիս եք իրեն։ Իհարկե, տղաս մենակ ծխում է, սիգարետ, ուրիշ ոչ մի բան։ Իմանալով, որ ինչ է սա, հասկացել է սա ինչ է, երթում է կերել, որ ասել եմ ես երբեք տես բան չեմ։ Որ տարիքում հասկացեք, որ պետք է կանգ առնեիք։ 2020 թվականին եմ հասկացել, որ կանգ եմ առել։ Որ արդեն զզվեցի ամեն ինչից, որովհետև զգացի ոչ մի բան չեմ կարող անեմ։ Եկա դիմեցի իրենց, ինք էլ օգնեցի, ինչև հիմա էլ օգնի։ Փոքր քանակության բանը մոտս եղել, վարչական տուժի եմ տվել, բաց եմ տվել, չեմ դատվել դրա համար։ Ես դատվածություն ունեցել եմ այդ նախկինում ուրիշ բանի համար։ Հիմա բուժումը տալիս է իր արդյունքը։ Տալիս է, իհարկե։ Կախվածության մեջ չես ընկնում, կարող ես գնաս աշխատես, մտնում ես մարդկության մեջ։ Իրոք եմ ասում, որ մարդիկ չեն զգում, որ դու դաժե այդ մարդն ես, աշխատասեր ես դառնում,
կարաս նորից գնաց ընտանիքիդ հետ միանաս։ Միանում եք ընտանիքի հետ։ Դե ոչ, չէ, կինս ամուսնացել է։ Լուբոյ մարդը էլ այս գործինից որ մտածել է, բոլոր մարդիկ է զղջում են։ Այդտենց մեկը չկա, որ չզղջա։ Հասնի 2 տարի ինքը հաստատ զղջալի է։ Հաստատ։ Ինչից դրդված են գնում, այսօր շատ լայն տարածում ունի։ Պատահաբար է ստացվում, կամ չգիտեմ, ինքը երևի շատ է ձգտում, մի մոտ պատահաբար է ստացվում, պատահաբար։ Ես չէի պատկերացնում, որ կընկնեի այս իրավիճակի մեջ։ Հիմա ընդհանրապես չեք օգտագործում։ Ոչ մի բան։ Ինչքան ժամանակ, 5 տարի։ 5 տարի իմ ձեռքերի վրա ասեղ մտած չկա։ Դուք զսկում եք այսինքն։ Այ ամեն ինչ էլ անում եմ։ Ամեն ինչ։ Ինչ խորհուրդ տա գիտասարներին, այսօր ինքը լայն տարածում։ Ինչ խորհուրդ տամ մեղք է նախար, ինչ խորհուրդ տամ։ Թող չանեն, թող հեռու մնան, իմանալով որ սենց բաների մեջ են լինելու, վաղը չեն սուր իրենց երեխաները կոպիտ ասած ռախիտիկ են ծնվելու։ Իրանք այդ պատկերացումը չունեն։ Դե ես գոնե, ես որ երեխա եմ ունեցել, ես այդ նարկոտիկի տակ չեմ եղել։ Իմ երեխան առողջ է։ Դա որ ես էլ հանգած փոքր հասակից աղում էի, իմ երեխան հիմա պատկերացնում եք ինչ մեղքի տակ գտնում ես կնայի։ Խորհուրդ կտամ այդ երեխաներին, որ վերջ տան այդ ամեն ինչին ու կանեն ու ճանապարհին։ Իրանք շուտ կարող հետ գան այդ ամեն ինչից։ Իսկ իրավապահ մարմիններին ինչ խորհուրդ կտաք, այսքան Հայաստանում լայն տարածում ունի այս ամեն ինչը։ Ես հետո չեմ կարող ասեմ, դա իրենք գիտեն ոնց կգտնեն ձևը, ով վերանա։ Ուղղակի ասեի, որ մեղք են, ուրիշ ոչ մի բան չի ասի, մեղք են, կկործանվեն, կգնան հողի տակ, կմահանան, դրա վերջը է դա։